Ողջույն բարեկամներ, կրկին My Culinary Versions խոհարարական ալիքում ենք և այսօր խոսելու ենք խոհարարական սխալների կամ բացթողումների մասին, ինչպես ուզում եք ընկալեք, որոնք հեշտությամբ կարելի է ուղղել։ Հիմա ինչ անել, եթե մինչ եթեների հարցին պատասխանելը առաջարկում եմ բաժանորդագրվել My Culinary Versions խոհարարական ալիքին, հավանել և գրել ձեր մեկնաբանությունները։ Հիմա անցնենք պատասխաններին։ Ինչ անել, եթե կերակուրը շատ է աղիստացվել։ Երկրորդը, ինչ անել, եթե ուտեստը մի փոքր է աղիստացվել։ Առաջին դեպքում շատ է աղիստացվել, երկրորդ դեպքում մի փոքր է աղիստացվել։ Եթե միսը կոշտ է ստացվել եփելուց հետո, եթե սոուսը կամ կրեմը կտրվել է, շերտավորվել է։ Հինգերորդ, եթե բանջարեղենը կամ կանաչին թառամել է։ Վեցերորդ, եթե ուտեստը այրվել է, և յոթերորդ, եթե այրված ուտեստի հոտը մնացել է։ Հիմա սկսենք։ Առաջին հարցի պատասխանը, եթե կերակուրը շատ է աղիստացվել։ Սա ամենատարածված սխալն է, բայց այն ուղղելի է։ Ավելացրեք կարտոֆիլ։ Մաքրած հում կարտոֆիլը դրեք ապուրի կամ սոուսի մեջ 10-15 րոպեով, այն իր մեջ կներծծի ավելորդ աղի մի մասը, հետո կարտոֆիլը հանեք։ Երկրորդ դեպքում, եթե ուտեստը մի փոքր է աղիստացվել, այս դեպքում օգտագործում ենք և թթու և քաղցր համային էֆեկտները։ Ուրեմն, եթե ուտեստը մի փոքր է աղիստացվել, ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնահյութ կամ մի պտղունջ շաքարավազ, դա խաբում է մեր համային ընկալիչներին։ Ինչ անել, եթե ապուրն եք աղի արել, մի փոքր բրինձ լցրեք թանձիֆի մարլյայի մեջ և իջեցրեք կաթսայի մեջ, բրինձը հիանալի կլանիչ է, իր մեջ կկլանի աղը։ Մեր երրորդ հարցը, եթե միսը կոշտ է ստացվել եփելուց հետո։ Եթե տավարի միսը եփելիս կամ տապակելիս ռետին է դարձել, ուրեմն մսի վրա քսեք կիվիի մի քանի կտոր կամ քերուկ և թողեք ընդամենը 15-20 րոպե, ոչ ավել, թե չէ միսը կդառնա շիլա։ Կիվիի ֆերմենտները քայքայում են կոշտ մանրաթելերը։ Միսը պատեք մանանեխով և թողեք կես ժամ, ապա եփեք, մանանեխը փափկեցնում է, համը չի փոխում։ Սա էլ մյուս տարբերակն էր։ Չորրորդ հարցը, եթե սոուսը կամ կրեմը կտրվել է, շերտավորվել է, ինչ անել։ Սա հաճախ է պատահում մայոնեզի կամ կարագով կրեմների հետ։ Օգտագործելու ենք տաք ջուր կամ կաթ։ Ավելացրեք 1 ճաշի գդալ տաք ջուր կամ կաթ և արագ հարեք։ Մյուսը սառույցի միջոցով։ Եթե սոուսը յուղային է, 1 կտոր սառույց գցեք մեջը և շարունակեք հարել։ Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը օգնում է էմուլսիային վերականգնվել։ Հինգերորդ, ինչ անել, եթե բանջարեղենը կամ կանաչին թառամել է։ Սառցե լոգանքի միջոցով, ինչպես թառամած գազարը, նեխուրը կամ կանաչին դրեք սառը ջրի մեջ, որի մեջ կա մի փոքր կիտրոնահյութ կամ քացախ, 1 ժամից դրանք նորից կթարմանան։ Մեր 6-րդ հարցի պատասխանը, եթե ուտեստը այրվել է, ինչ անել։ Անմիջապես տեղափոխեք կերակուրը նոր կաթսայի մեջ, առանց հատակին կպած այրված մասերին դիպչելու։ Եվ 7-րդ վերջին հարցը, եթե այրվածի հոտը մնացել է, ինչ անել։ Հոտի չեզոքացում պետք է լինի։ Եթե այրվածի հոտը մնացել է, ավելացրեք մի քիչ կաթ, սերուցք կամ ուղղակի կծու համեմունքներ, որոնք կծածկեն տհաճ հոտը։ Եվ վերջում մի փոքր խորհուրդ։ Որպեսզի սոխ կտրատելիս լաց չլինեք, սոխը և դանակը կտրատելուց առաջ 10 րոպեով դրեք սառցարան։ Սառը վիճակում ծծմբային միացությունները ավելի դանդաղ են գոլորշանում։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։